Բարև ձեզ, ես Նարինե Թերզյանն եմ, Iris Business Incubator-ի գործադիր տնօրենը։ Այսօր ուզում եմ խոսել այն մասին, թե ինչպես է պետք ճիշտ լրացնել հայտադիմումները կամ ինչպես չի կարելի լրացնել հայտադիմումները։ Բիզնեսի զարգացման ծրագրերը տարբեր փուլերում հայտադիմումներ են ընդունում ձեռներեցներից, որի հիման վրա փորձում են ընտրել ամենամրցունակ եւ ամենալավ մասնակիցներին։ Ինչ եք կարծում, այդ process-ը պատահական է իրականացվում։ Շահումով խաղի է նման, թե պետք է լուրջ եւ մանրամասն պատրաստվել հայտադիմումների լրացմանը։ Իրականում հայտերը բացելուց առաջ մի ամբողջ թիմ աշխատում է հարցաշարը մշակելու վրա։ Շատ մանրամասն ընտրում են ըստ ծրագրի առանձնահատկությունների, թե ինչ հարցեր պետք է ներառվեն հարցաշարում, ինչ խորությամբ պետք է բիզնեսի վերաբերյալ տեղեկությունները հավաքվեն, եւ հավատացեք, հայտադիմումների մեջ պատահական հարցեր չեն լինում։ Այնպես որ անհրաժեշտ է բավարար ժամանակ տրամադրել եւ հնարավորինս լավ լրացնել, որպեսզի ընտրվելու ձեր շանսերը լինեն առավելագույնը։ Եկեք խոսենք մի քանի պարզ կանոնների մասին, որոնք թույլ կտան ձեզ առավել լավ լրացնել հայտադիմումները եւ լինել մրցունակ եւ մեծացնել հաջորդ փուլ անցնելու ձեր շանսերը։ Նախ եւ առաջ մատների արանքով մի նայեք եւ ժամանակ տրամադրեք հայտադիմումների լրացմանը։ Սովորաբար հայտադիմումները բավական պարզ են լինում եւ շատ հարցեր չեն պարունակում, սակայն որպեսզի կարողանաք լավ լրացնել, նախապես միշտ բացեք, ծանոթացեք հարցերին, ժամանակ տրամադրեք ինքներդ ձեզ, որպեսզի մտածեք, որ հարցին ինչպես եք ճիշտ պատասխանելու։ Նոր միայն անցեք տեխնիկապես հայտադիմումը լրացնելու։ Հիշեք, հայտադիմումներում պատահական հարցեր չեն լինում։ Գնահատող փորձագետները սովորաբար ունենում են հարցերին համապատասխան գնահատման սանդղակ, ուստի յուրաքանչյուր հարցի պատասխանը իրենց համար շատ կարևոր է։ Եթե օրինակ լրացրել եք 4 հարցից մեկը կամ երկուսը, ուրեմն ամենայն հավանականությամբ դուք չեք կարողանա անցնել հաջորդ փուլ։ Հայտադիմումները գրագետ լրացրեք։ Մի գրեք մեծատառերով, պատասխանեք հայատառ, լատինատառ տեքստեր մի օգտագործեք, անպայման վերջում մի քանի անգամ նորից կարդացեք, որպեսզի վստահ լինեք, որ ուղղագրական սխալներ եւ վրիպակներ չկան։ Այդ ամենը հավատացեք, որ մեծապես ազդում է ընդհանուր տպավորության եւ գնահատականի վրա։ Հետևեք կանոններին։ Օրինակ, եթե ինչ-որ հարցի պատասխանելու համար նշված է որոշակի նիշերի քանակ կամ բառերի քանակ, անպայման փորձեք տեղավորվել այդ նշված բառերի քանակում։ Նման դեպքերում շատ կարճ պատասխան տալը նույնչափ վատ է, որքան որ անհարկի ավելորդ տեղեկատվությամբ ծանրաբեռնված երկար պատասխաններ ու տեքստեր լրացնելը։ Հարցերին փորձեք պատասխանել հստակ եւ ամբողջական։ Օրինակ, եթե պահանջվում է, որպեսզի 2-3 նախադասությամբ ներկայացնեք ձեր բիզնեսը, խուսափեք 1 բառով պատասխանելուց։ Մենք հաճախ ստանում ենք հայտադիմումներ, որտեղ գրված է լինում անասնապահություն, հյուրատուն, մեղվապահություն եւ վերջ։ Հավատացեք, նման դեպքերում ձեր հայտը միանգամից կմերժվի եւ դուք հաջորդ փուլ չեք անցնի։ Եթե գրված է 2-3 նախադասությամբ ներկայացնել, ապա փորձեք ներկայացնել, երբանից եք զբաղվում այդ գործով, որտեղ է գտնվում ձեր բիզնեսը, ունեցել եք արդեն վաճառքներ, թե ոչ, անվանում ունի, թե ոչ, որոշակի ինֆորմացիա, պատմություն, որը թույլ կտա ընթերցողին միանգամից հասկանալ ձեր գործունեության տեսակը եւ առանձնահատկությունները։ Փորձեք նաեւ ցույց տալ ձեր մոտիվացիան։ Տարբեր ծրագրերին մասնակցելու համար շատ կարեւոր է, որպեսզի նաեւ ձեր մոտիվացիան տեսանելի լինի։ Ծրագրերի ընթացքում ձեզանից բավական ժամանակ է պահանջվելու մասնակցելու դասընթացներին, քոուչինգ հանդիպումներին, հանդիպումներ ունենալու ձեր մենթորների հետ, ձեռներեցների համայնքի այլ ներկայացուցիչների հետ եւ սովորաբար հայտադիմումները գնահատող փորձագետները անպայման ուզում են, որպեսզի ձեր մոտիվացիան տեսանելի լինի եւ հասկանալի լինի, որ դուք պատրաստ եք այդ ժամանակը տրամադրելու եւ դուք իսկապես ուզում եք նոր գիտելիքներ, նոր կապեր եւ նոր հմտություններ ստանալ։ Հուսով եմ, որ այսուհետ բիզնեսի զարգացման ծրագրերի հայտադիմումներ լրացնելիս անպայման կհետևեք այս պարզ, բայց շատ կարևոր կանոններին, որի շնորհիվ հաջորդ փուլ անցնելու ձեր շանսերը զգալի կմեծանան։